Սիրելի հայրենակիցներ, խոսում է ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ մենք այստեղ ենք ելք դաշինքի քաղաքական թիմի ներկայացուցիչներով։ Մենք եկել ենք ձեզ ասելու, որ Հայաստանում Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության հաստատած հուսահատության ճգնաժամից, հուսահատության ճահճից ելք կա եւ ապրիլի 2-ին մենք միասին կարող ենք կայացնել որոշում Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության ստեղծած հուսահատության ճահճից դուրս գալու մասին։ Մենք ձեզ ենք տրամադրում մեր նախընտրական ծրագրի սեղմագիրը, որպեսզի ավելի առարկայական պատկերացնենք, թե ընտրություններում Սերժ Սարգսյանին հաղթելուց հետո ինչ ծրագիր ենք ձեզ առաջարկում եւ ինչպես ենք առաջարկում Հայաստանի դուրս հանումը ճգնաժամային այս փոսից։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ես ձեզ կոչ եմ անում ամենայն խորությամբ եւ լրջությամբ գիտակցել, որ ձեզնից յուրաքանչյուրի ձայնը վճռորոշ է, ձեզնից յուրաքանչյուրի ձայնը որոշում է Հայաստանի Հանրապետության եւ մեր երեխաների ապագան։ Ձեզ կոչ եմ անում, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ապրիլի 2-ին գլուխներդ բարձր, դուխներդ տեղը, գնացեք ընտրական տեղաբասեր եւ քվեարկեք ելք դաշինքի օգտին համար մեկ քվեակերտիկը վերցնելով, որի առաջին էջին գրված է Էդմոն Մարության, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան եւ մի հուսահատվեք ժողովուրդ, որովհետեւ ելք կա, ելք կա, ելք կա, ելք կա, ելք կա, ելք կա։ Երեք հոգի կուպեսել են դες երեք լավն են Երբ որ ելք դաշինքի օգտին քվեարկեցիք, 3 հոգի էլ, 4 հոգի էլ, 5 հոգի էլ, մեզ 54 հոգի պետք է, 54 հոգի, ու դա ձեզնից է կախված։ Իհարկե Մեզ պետք է կայուն մեծամասնություն ձևավորել, որը 54 հոգի։ Ախար բախտը քո հետ է տանտեր անձրև են չէ Բա անձրևը ընդհակառակը, այս 10 օրվա մեջ անձրևը առաջի անգամ մեզ խանգարում։ Որտեղ է բախտ ունեցե որ Ստեղ, արդար մարդ, այստեղ հիմա բախտ ունի։ Քեզ առողջություն Բոլորից։ բոլոր առողջություն Ձեր սեղմեն նոր։ Հələ մի հատ էլ գցի զառը։ Դու չեք ա Քանջուս է։ Խումբը, որ համալրել է ելք դաշինքը, հիմնականում այն մարդկանցից է բաղկացած, ովքեր ունեն հաջողության պատմություններ, եւ այդ հաջողության պատմությունները պետք է նաեւ փոխանցվի քաղաքականություն եւ պատասխանատվություն կրող մարդիկ պետք է գան ստանձնեն իշխանությունը, որպեսզի հաշվետու լինեն ժողովրդի եւ հասարակությանը։ Այն մարդկանց, ովքեր որ իրենց ձայնի քվեն են տալիս եւ պահանջատեր պիտի լինեն։ Բոլոր ոլորտներում էլ պետք է փոփոխություն կատարվի։ Եվ կրթական ոլորտում, եւ բիզնեսի ոլորտում, եւ արդյունաբերության ոլորտում մենք պետք է այդ փոփոխությունները միանշանակ կազմակերպած կատարենք, որտեղ հստակ բոլոր ոլորտներում էլ ունենք թերություններ եւ բացթողումներ։ Թիմային աշխատանքով, այո, ելքի թիմային աշխատանքով պետք է բոլոր ոլորտները առողջացնենք։